Շարունակելով իմ գործընկերոջ խոսքը, կուզեմ անհատապես ընդգծել մի շատ կարևոր դրվագ, որը իմ խորին համոզմամբ պայմանավորված է ազգային արժեքների կրող մարդու դեմ տարվող այս ռեպրեսիաներին, անօրինականություններին։ Արդեն քանի տարի է այսօրվա իշխանությունը հետևողականորեն թիրախավորում է մեր ազգային արժեքները ու վերջին, այսինքն անցած տարվանից սկսված հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը ավելի փաստում է այն իրականությունը, որ այս իշխանությունը բացարձակ չունի ոչ Հայաստանի, ոչ էլ հայերի հետ։ Իրենց հիմնական նպատակը մեր ազգային արժեքների ոտնահարումն է, մեր ազգային արժեքների վերջնական ոչնչացումն է։ Ես չեմ ճանաչում մի հայի, մի սովորական հայի, ով երբևէ իր կյանքում կարող է այսքան ստորացնել եւ գետնով տալ մեր ազգային արժեքները։ Սամվել Կարապետյանը իր ամբողջ կյանքի ընթացքում նվիրված է եղել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, չի կարող բերվել մեկ օրինակ, որտեղ Սամվել Կարապետյանը կարող է դիտարկվել ինչ-որ բացասական կերպարի ներքո։ Նիկոլ Փաշինյանի վախը պայմանավորված է Սամվել Կարապետյանի հզորությամբ եւ ուժեղությամբ, իսկ բնականաբար թույլ մարդիկ իրենց ձեռք ունենալով իշխանություն փորձում են այդ ճնշումները ոչ թե բանեցնել մեր արտաքին թշնամիների նկատմամբ, այլ հենց մեր երկրի ներսում գործող կարևոր դրվագ իրենց կյանքում ներդրում ունեցող անձանց նկատմամբ։ Մենք այստեղ պահանջում ենք ազատություն Սամվել Կարապետյանին, պահանջում ենք, որպեսզի վերջ դրվի այս ապօրինություններին, վերջ դրվի այս հալածանքներին, մեր ժողովուրդը դարերով չի եկել հասցնել, որ Նիկոլ Փաշինյան ինչ-որ մեկը վարչապետ կարգավիճակով մեզ ենթարկի այս տեսակ հալածանքների։ Սա ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի, երկրորդով արդեն որպես ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, պատվի հարց է։ Ես չեմ կարող լռել, արդեն քանի տարի ես նզովակի տակ ենք ապրում։ Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ժամանակը արդեն անցել է, եթե մենք չգործենք ճիշտ եւ ուղենշված, հետ քայլ չի կարող լինել, պարզապես չեն կարող։ Սա մեր վերջին պայքարն է։ Հայաստանի Հանրապետության առջևում ծառացած խնդիրների լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է։ Ինքը իր արտերկրում կապեր ունեցող գործընկերների հետ, որոնք ուժային նաև հնարավորություններ ունեն, կարող են էական փոփոխություն անել եւ ազդել Հայաստանի այսօրվա իրականության վրա։ Շատ է շահարկվում Սամվել Կարապետյանի դերակատարությունը պայմանավորված Ռուսաստանում, այստեղ նույնպես արձագանքը շատ պարզ է, այդ մանիպուլատիվ ու սուտ կեղծիք տարածող տեղեկատվությունները արդեն շուտվանից ազդեցություն չունեն։ Սամվել Կարապետյանը ամբողջ աշխարհում մեկ ունի շատ լայն հնարավորություն ու կապեր, ոչ միայն Ռուսաստանում, արաբական Միացյալ Էմիրություններում, եվրոպական մի շարք երկրներում ու ամենակարևոր ընդգծումը, որ ուզում եմ անել, ինքը միակ հայն է, այսինքն ազգային բարերը Հայաստանի Հանրապետության, որ ինքը որպես լինելով նաև Ռուսաստանում գործունեություն ծառայող անձ չի ընդգրկվել պատժամիջոցների ցուցակի մեջ։ Սա արդեն խոսում է իր այլ կապերի մասին, մասնավորապես Եվրոպայի մասին խոսեցի արաբական էմիրությունների, խոսեցի նաև Ամերիկայի մասին, այսինքն այստեղ նույնպես է շահարկումը շատ մանիպուլատիվ է ու կեղծավոր է։ Հետևաբար մենք պահանջում ենք Սամվել Կարապետյանի անհապաղ ազատմանը, պահանջում ենք, որպեսզի Հայաստանը վերջապես լինի ավելի հայեցի եւ հայամետ ուղենիշ ընդգծող պետություն եւ մենք անելու ենք մեզնից ամեն բան, որպեսզի այս անօրինականությունների վերջը դրվի։ Ազատություն! Ազատություն! Ազատություն!